մենք շատ արագ ենք մոտենում երկրի մակերևույթին։ Ես ինչ կասկածելի աղմուկ է։ Բայ! Հրաշալի վայրիչք էր։ Ինչ լավ եղավ, որ պարոն Սլեյթը Դեյվի մենեջերի պաշտոն տվեց։ Նա արժանի է օգնեց, որ քաղաքը փրկվի կործանումից։ Չնայած այդ պաշտոնն անիմաստ է, մեկ է ենթականներ չունի։ Ես հոգացել եմ այդ մասին, ռոբոտներից մեկին վերածրագրավորել եմ։ Սա աղցան է, ես հոտ չինիտոգ եմ պատվիրել։ Ես ընդմիշման եմ։ Սոնիկ բում։ Աներուկային հյուրերը։ Ինչ լավ բարեգործական ծրագիր մտածեցինք։ Մեքենաներ լվանալով նոր մանկապարտեզի համար շատ արագ փող կհավաքենք։ Իսկ հին մանկապարտեզն ինչով է վատը։ Երեխաներին ավելի ժամանակակից մանկապարտեզ է պետք։ Հեյ, այ անհաջողակներ, դուք ինձ թալանել եք։ Իմ գանձանակում թղթադրամներ կային, իսկ հիմա միայն մետաղադրամներ են մնացել։ Հույս ունեիք, որ էգմենը չի նկատի, դրա համար եք մետաղադրամները թողել։ Բայց ես նկատեցի։ Այ բիլիարդի գնդակ։ Մենք ոչ մի բան չենք վերցրել։ Այդ փողով ես նյամբուրգերից ուտելու բան կառնեի։ Ես բաժին կարտոֆիլ կամ մի կտոր չիլի։ Այդ ինչ էր։ Չփորձես թեման փոխել զզվելի գրպանահատ։ Ռոբոտներ, հարձակվել։ Այդտեղ ինչ վիճակ է Բոլց, զեկուցիր։ Ես չեմ վնասվել։ Համարյա։ Դեստացիր։ Զզվելի հակառակորդներ, այնքան կատաղած են, որ բոլոր վատ բառերը մտքիցս թռան։ Այս արարածները մեր եղբայր ռոբոտներին են ոչնչացնում։ Արի չշտապենք, դեռ պետք է հասկանանք որն է նրանց թույլ կողմը։ Ոնց է դուրս գալիս, երբ քո ռոբոտները մետաղի ջարդոններ են դառնում։ Ռոբոտներից կատարելագործել ես, հա, ձվագլուխ։ Այո, իհարկե, սրանք ով է ինչ է բոտերն են։ Դե փորձիր ձեռքիս հետ մատը չել։ Այո, Սոնիկը պարտված է, հրաշալի հաղթանակ էր։ Ես կասեի կայծակնային։ Բայց ճիշտ կանենք արագ հեռանանք, քանի դեռ չեն հասցրել դուրս պրծնել։ Չեմ կարծում, որ դրանց էգմենն է սարքել։ Մենք դեռ ոչ մի անգամ այսպիսի ռոբոտներ չենք տեսել։ Միայն մեկ տրամաբանական բացատրություն կա։ Աշխարհի կործանումը մոտ է։ Ոչ, մոտ չէ, սկսվել է։ Վաղուց արդեն սկսվել է։ Ինձ ժամանակ տվեք ինֆորմացիա հավաքեմ, գուցե այլ բացատրություն կգտնվի։ Լավ, բայց մինչև կփորձես հակառակն ապացուցել, համաձայնեք, որ ռոբոտների պատճառով աշխարհի վախճանը սպառնալիք է մեզ համար եւ ամբողջ մոլորակի։ Համաձայնեք։ Ուրեմն ասում ես, որ ավազակների այդ խումբը ռոբոտներին ոչնչացնելուց հաճույք է ստանում։ Այո, եւ կարծում եմ, թե հեշտ ու անգիստ կարող են իմ գանձանակը թալանել։ Չնայած ես էլ եմ այս մանրադրամը լվացքատերից թռցրել, բայց դա կարևոր չէ։ Նրանք մեզ համար սպառնալիք են, նրանց իրաց զբաղմունքը իմ ռոբոտներին ոչնչացնելն է։ Ուզում եմ ասել ռոբոտներին։ Քո ռոբոտներին։ Զավակներից պես եմ նրանց վերաբերվում։ Իդեպ չի ժամանակ թե որ թեման փոխենք։ Իսկ դուք որտեղից եք։
Ես ու Մայթոնը հայտնվել ենք այստեղ ամպերի մեջ գտնվող հիասքանչ մի երկրից, որը ամբողջությամբ բանական ռոբոտներով է բնակեցված։ Այնտեղ ռոբոտները իրար պատվով եւ հարգանքով են վերաբերվում։ Նրանցից ոչ ոք մամուլում քաղաքականությանն առնչվող դատողություններ չի անում։ Իսկ եթե ինչ-որ բան փչանում է, տեղ սպասարկումը համաչար է։ Դա հրաշալի յուղած հասարակական մեխանիզմ է։ Այդ հրաշալի վայրը ինչ է կոչվում։ Մորիսթոուն։ Իսկապես ռոբոտոպիա չի կոչվում։ Կամ ասենք երկնային սրբավայր։ Ինչ լավ է հնչում։ Դուք երկուսդ էլ այնտեղ մեզ շատ օգտակար կլինեիք։ Սպասեք, ուրեմն անմիջապես մեր գլխավերևում ամպերի մեջ մի վայր կա, որտեղ հարյուրավոր ռոբոտներ են ապրում, եւ նրանք սեփականատեր չունեն, ոչ մեկին չի պատկանում, բայց դա հրաշալի է, նկատի ունեմ նրանց համար իհարկե։ Վթարը այստեղ է տեղի ունեցել։ Գուցե բեկորները մեզ օգնեն հասկանալ ովքեր են այդ ռոբոտները եւ որտեղից են հայտնվել։ Երբ կարողանանք դա հասկանալ, որևէ խաղաղ լուծում կգտնենք։ Իսկ երբ հաշտվենք չեն էլ նկատի, որ ուզում ենք իրենց վրա աղյուսներ նետել։ Սա գիտության հրաշք է։ Ուղղակի ֆանտաստիկ տեխնոլոգիաներ են, բառիս բուն իմաստով ֆանտաստիկ։ Սա իրական աշխարհի հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ որտեղից է ժամանել այդ ֆանտաստիկ եզրանավը։ Ըստ GPS-ի երկնքից։ Ուրեմն ոչ միայն ռոբոտներ են, այլ մոլորակայիններ։ Օրը գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ Ուզում եմ մեր բարեկամության կենացն առաջարկել։ Օրբոտ, գյուբոտ, ըմպելիքներ բերեք։ Փու, խնձորի հյութ։ Ես խնձորի կոմպոտ եմ ուզել, թվային տխմարներ։ Այս տանը ոչ մեկի վրա հույս դնել չի լինի։ Անհնար է։ Արագ գնացեք խանութ ու կոմպոտ բերեք։ Ոչ, պետք չէ, արդեն պարզ է, որ դու ռոբոտների թշնամին ես, ոչ թե բարեկամը։ Գնանք, բոս, չեմ ուզում այս արարածի հետ գործ ունենալ։ Ոչ սպասեք, մեր խոսելու ոչ թե այդպեսին, մենք անընդհատ իրար բզբզում ենք։ Դարի, հիմա հերթը քոնն է։ Հիմար։ Ինչ, հիմա ես քեզ կհալեցնեմ։ Մեր նավի վրա ձեր երկուսի համար էլ տեղ կգտնվի։ Դու սրա համար պատասխան կտաս, ձվա գլուխարարած։ Ոչ ոք չի կարող իմ ճանապարհին կանգնել։ Հիմա ձեր կարծիքով դրանք ովքեր են, բարի այլ մոլորակային ռոբոտներ, թե այն մյուսներից, որոնք ուզում են մոլորակի բոլոր կենդանի արարածներին ոչնչացնել։ Ես քվեարկում եմ երկրորդ տարբերակի օգտին։ Սոնիկ, կյուբոտն ու օրբոտն են այստեղ, երևի Էգմենն է ուղարկել։ Միթե այդքան կանխատեսելի ենք։ Մի նոր չար բան է մտածել։ Դոկտոր Էգմեն այդ թեմայից ռոբոտներին գերի է վերցրել։ Դուք կարող եք նրանց ազատել։ Բայց ինչու ձեզ պետք է հավատանք։ Կարող ենք շատախոսելու փոխարեն մտածենք այն մասին, թե ինչպես նրանց փրկենք։ Շատ եմ ուզում իմանալ, թե ով է սարքել այդ տիեզերանավը։ Դե ասեք, ինչպես կարող եմ Մորիսթաուն հասնել։ Արագացեք։ Ես ավելի շուտ մի հասարակ ծաղկից կվախենամ, քան քեզնից։ Մենք քեզ ոչինչ չենք ասի։ 10,000 վոլտը շատ արագ կկոտրի ձեր համառությունը։ Շատ չես տապում, այդ ձվածեղի կճեպ։ Սոնիկ, քանի անգամ պետք է պատը ջարդես։ Գուցե ավելի ճիշտ կանեմ, որ քեզ բանանի տամ։ Օ, այո, շատ ճիշտ կանես, բայց հենց հիմա քո վերջը կտանք Էգմեն։ Վայ, արդեն ցնկներս դողում են։ Ոտես, դու գիտեք ինչ պետք է անեք։ Ամեն անգամ մոռանում եմ, որ հրան այդ ռոբոտը դրսի համար է։ Ահա եւ մենք վերադարձանք մեր ցերեկային զբոսանքից։ Ինչ է կատարվում այստեղ։ Սոնիկն ու ընկերները մեր ворջ են ներխուժել, որտեղից իմացան դոկտոր Էգմենի ծրագրերի մասին։ Մենք ասացինք, երբ գնացել ենք նրանց։ Գաղտնաբառը ոնց գուշակեցիր։ 1, 2, 3-ից ավելի խելացի գաղտնաբար չես կարող մտածել։
Գիտեք ինչ մտածեցի, ես բոլորովին չեմ ուզում Մորիսթաուն գնալ, ես հատում եմ ճամփորդությունը, ճամփորդ դասավորել է։ Արի գնանք մայթուն, արի տուն վերադառնանք։ Ռոբոտ, Կյուբոտ, գալիս եք։ Շնորհակալ ենք հրավերի համար, բայց մեր կարիքը այստեղ ավելի շատ կա։ Այս նավիգացիոն համակարգը շատ ավելի անվտանգ է, քան կապիկի ուղարկած էլեկտրոնային նամակը։ Մենք ներողություն ենք խնդրում։ Մեր մտքով չէր անցնի, որ դուք պրիմիտիվ արարածները կարող եք բարության պաշտպաններ լինել։ Շնորհակալ ենք։ Երևի։ Նույնիսկ կարելի ասել, որ դուք եւ Թեյլսը երկիր մոլորակի Մայթոնն ու Բոլցն եք։ Կամ էլ դուք եք երկնքի Սոնիկն ու Թեյլսը։ Համաձայն եմ ձեր անհամաձայնության հետ։ Պատրաստ է, տիեզերանավը նորոգված է։ Հրաշալի է, Բոլց, մեր ռոբոտոպիայի կոորդինատները ներմուծիր։ Մեր Մորիսթաունի։ Ինչ ավելի լավ անուն չեք ուզում դնել, օրինակ ավտոմատոպոլիս։ Կամ օդաերկրային մի բան, օրինակ ամպերի քաղաք։ Այս մոլորակի բնակիչները անվանումներից ավելի լավ են հասկանում, քան մենք։ Իսկ ձեր քաղաքի ինչ է կոչվում։ Մինչև վերջերս անանուն գյուղ էր կոչվում, իսկ հիմա Ոզն է քաղաք։ Հաճույքությունս հետ եմ վերցնում։ Լավ, ուրախ ենք ծանոթանալու համար։ Ուրախ եմ, որ հաշտվեցինք։ Երկնօրինակումը կատարվել է շողակաթ հեռուստաընկերություն։ Sonic Boom Հանելուկային հյուրերը Մաս երկրորդ Թեյլս բարեկամս, ո՞նց ես։ Նորմալ։ Բարեբախտաբար Գայլ Սայդքեքի քարտը մոտս էր, ուղիղ քարտին է կպել։ Երեխեք, շրջան ենք կազմում։ Շրջանի մասին մոռացեք, զենքերը պատրաստեք։ Ինչ է կատարվում, առաջ Կյուբոտի այս կրկնօրինակները շատ անուշիկ ու ընկերական էին Էմի նման, իսկ հիմա կատաղած են ու կրվարար, Էմի նման, երբ բազմոցի բարձերի տեղը փոխում ես։ Ես ինքնանպատակ չեմ բարձր ըստ գույների դասավորում, տեղերը փոխելիս ամբողջ ներդաշնակությունը խախտվում է։ Այո, բայց սրանք ավելի չարեն։ Պետք է հասկանանք ինչպես սրանց հաղթել առանց վնասելու։ Կամ այսպես։ Ճիշտ է, գլխի վրայի ինքնաոչնչացման կոճակը սեղմեք։ Ես հետո կնորոգեմ։ Ես անհանգստանում եմ, Թեյլս։ Մի անհանգստացիր, բոլորին կնորոգեմ, լրիվ նոր կդառնան։ Հենց դրանից էլ վախենում եմ։ Բայց ինչու էին այսպես փոխվել։ Պետք է մի քանի թեստ իրականացնեմ, կպարզենք ինչու էին չարացել։ Հիմար Սոնիկ, երկնքից եկած իմ ռոբոտներին ազատեց։ Մոռացել ում այդ գործում։ Ես պահանջում եմ, որ ինձ հարգեն ու մարդ վախից թպրտան։ Այս բադիկը ձեզ շատ է հարգում եւ վախենում է ձեզանից։ Քո կարծիքով դա ինձ կմխիթարի։ Հիմա ձեր մեջքի մազերը կլվանք եւ նորից կսկսեք ձեր չարանային ծրագրերը մշակել։ Գիտեք ինչ մտածեցի։ Իմ ինչին է պետք է Մայթոնն ու Բոլցը, եթե ես իմ ռոբոտներն ունեմ։ Ձեզ հետ ես ամեն ինչ կարող եմ անել։ Հեյ, հետո։ Իմ կոշտուկները դեռ չեք տրորել։
Այսպես, սրանք վերջին կյուբոտներն են։ Դեռ երբեք այսքան վիրուսներ չեմ տեսել։ Մի համբուրգերի հավելվածը փորձել ես օգտագործել։ Վնասակար կոդերը շատ նման են այն վիրուսին, որը Մայթոնի եւ Բոլցի թռչող սարքում գտա։ Սոնիկ, տես, շուտ եկեք, մակարդակը կարմիր է։ Ինչ է եղել, էլի համացանցից վճարն են բարձրացրել։ Ոչ, դա ձմերուկի մակարդակն է։ Բայց նույն գույնը չի։ Ոչ, մեկը համարյա նարնջագույն է, իսկ մյուսը համարյա մուգ վարդագույն։ Տարբերությունները ցույց տալու համար նորից ձեզ դիզայների մոտ տանեմ։ Օ, ոչ։ Ինչ է քեզ ում տեղնես ներել, հա? Իրավիճակը գնալով վատանում է։ Այդ երբ քալից ես այդքան նվնվան դարձել։ Քո կարծիքով կարող ենք սրանց այստեղ թողնել։ Ռոյ, կարող ես դուռը հսկել։ Տես որ ռոբոտները դուրս չգան։ Վստահիր ինձ, Սոնիկ։ Ես գործ չունեմ։ Ողջույն երեխեք։ Այո, ռոբոտը ծոտնող։ Աղաքում մահավոր քաոս է։ Սովորաբար այդպես ենք ասում, երբ սովորական չարագործն են հարձակվում, իսկ հիմա ռոբոտը սարսափ է։ Մեր բնակիչները մեծից փոքր ռոբոտների շեշտակի գրոհի զոհ են դարձել։ Տիկին, ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Ինչ եք կանգնել նայում, օգնեք ինձ։ Մտահոգի չէ, ժամանակակից անհոգի աշխարհում ռոբոտը հարձակվում է անօգնական տարածքնոց վրա եւ բոլորը ընդամենը կանգնած նայում են։ Այ։ Ամաչեք։ Մի ժամ առաջ դուք Էգմենին մեր ձեռքը հանձնեցիք, իսկ հիմա նոր զենք եք գլխավորում։ Դուք շատ ավելի արագ եք ձեր դիրքորոշումը փոխում, քան քաղաքապետը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Մեզ դոկտոր Էգմենը չի կառավարում։ Այո, մենք նրա թույլտվության կարիքը չունենք։ Ամենուրեք վիրուսի արտանշաններ են։ Ինչ ահավոր է, իմ զարմիկը մոտերքում է ապրում, նրա վրա դեռ ոչ մի անգամ չար ռոբոտներ չեն հարձակվել։ Մի բան արեք, ռոբոտները ոչնչացնում են մեր քաղաքը, իսկ քաղաքը դեռ պետք է ինձ։ Ընտրողներից 20%-ն այստեղ է ապրում։ Ազդանշանը Մորիստաունից է տարածվում, հարկավոր է թռչել այնտեղ եւ գտնել ազդանշանի աղբյուրը։ Բարեբախտաբար Մայթոնի եւ Բոլսի թռչող սարքի կոորդինատները ներբեռնել եմ իմ նավիգատորի մեջ։ Ես ոչ մի բառ չհասկացա, բայց երևի դուք գիտեք ինչ է պետք անել։ Հաջողություն եմ մաղթում։ Knuckles, Amy, Sticks, կկարողանանք հարձակումը կասեցնել։ Այո, իհարկե։ Կարող ես չկասկածել։ Ես ու Tails-ը թռչում ենք Մորիստոն։ Ավելի լավ անուն չէին կարող մտածել։ Մորիստաունը պետք է որ այստեղ լինի։ Գիտես Tails, այս թռիչքը շատ ավելի հաճախ կլիներ, եթե որևէ զբաղմունք լիներ, կամ գոնե մեկ տուփ ընկույզ։ Կներես Սոնիկ, բայց մեր ավիաընկերությունը սեղմ միջոցներով է աշխատում։ Դու լավ գիտես, որ դա ընդհանրեն արդարացում է։ Նա իր այնպիսի տպավորություն է, ասես քաղաքը բոլոր կողմերից հսկում է։ Մորիստոնի ռոբոտները ված չեն պաշտպանում իրենց սահմանները։ Նրանց կարելի էր մեր թիմում ընդգրկել, թե չէ դու 8 գնդակից 8 բաց ես թողնում։ Հա, մեզ նկատեցին։ Կարծում ես։ Դեղին օթաչուն կապույտ առաջնորդին, ինձ 3 թշնամի է հետապնդում։ Գիտեմ, կույր չեմ։ Tails, հիմա ինչ ենք անելու։ Այո, նորից են արձակվում։ Սոնիկ, ուզում ես յուր գնալ։ Այո, հիմա կցածկեմ, մոտեցիր։ Երեխաներ, դուք այսպես չանեք։
Tails, բռնիր ինձ։ Հետաքրքիր զբաղմունք էիր ուզում։ Բայց մեկ ենք ուզեղեն չկա։ Ինչ ես անում։ Մորիստոունն այնտեղ է։ Այո, բայց եթե ժամապահ օդանավերը դեռ հսկում են, մենք ոչ մի կերպ չենք կարողանա ներս մտնել։ Մեզ պլան B է պետք։ Պլան B, իսկ ինչու է դա ավելի լավը։ Մեզ անաղմուկ կոշիկներ են պետք եւ փուդինգ։ Սպասիր Tails, դա անխոհեմ անպատասխանատու քայլ է։ Ասենք թե հետո։ Սպասիր գալիս եմ։ Կեցես նակած, ինչպես երևում է մենք կարողանում ենք գլուխ անել։ Բոտ բարեկամ, ուրախ եմ քեզ տեսնելու համար, մենք քո օգնության կարիքն ունենք։ Բոտ բարեկամը պետք է ոչնչացնի։ Փախանք։ Սոնիկ, չգիտեմ հիմա որտեղ ես, ինչ ես անում, բայց արագացրու։ Բասկաթոր վերև, բասկաթոր ներքև։ Հոպ հոպ։ Ես կարծես թե հասկացա ինչպես են սա կառավարում։ Կեցես Tails։ Այդպես էլ գիտեի, որ միասին գլուխ կհանենք։ Օ, այ քեզ մերսում։ Երանի ես այսպիսի օդանավ ունենայի։ Կարծես թե ստացվեց։ Այս դմբոները գլխի չընկան։ Tails, ինչ եղավ։ Ավտոմատ կառավարման ռեժիմը միացավ։ Մեզ ներս է տանում։ Նայիր, երկնային ռոբոտատոպիան։ Ահո։ Այստեղ ինչ-որ բան է կատարվել։ Էլի չավարտվեց։ Սա արդեն անտանելի է։ Sonic Boom։ Հանելուկային հյուրերը։ Մաս 3։ Ուրեմն հա թե Մայթոնը Բոլցը ուտոպիա ասելով ինչ նկատի ունեին։ Այս վայրը շատ ավելի դեպրեսիվ տեսք ունի, քան երկիցաբան Շիմպոյի տոնական թողարկումները։ Լավ, մեր առաջադրանքի հաջողությունը պայմանավորված է նրանով, թե մեզ երբ կնկատեն։ Այսպես, Հայտնաբերվել են կենդանի օրգանիզմներ։ Սրանք էլ են վարակված։ Երևի Մորիստաունի սովորական բնակիչներ են, սրանց պետք չէ ոչնչացնել։ Հակարծակման չեն անցնում, մեր ինտելեկտուալ եւ ֆիզիկական առավելություններից վախեցան։ Վստահ ես, որ սրանց պետք չէ ոչնչացնել։ Իմ հետևից։ Մտեք։ Հրաշալի է, անծանոթ մութ նրբանցքում։ Չմոտենաք։ Զինվորներ չկրակել։ Սրանք մեր դաշնակիցներն են։ Մայթոն, Բոլց, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Շատախոսության ժամանակը չէ։
Ես քո համադասարանցին չեմ եւ այստեղ պաղպաղակի տոնակատարություն չէ։ Իսկ ինչ տոնակատարության եք պատրաստվում։ Մայթոնից մի ներասեք։ Նրան ընտրել են ռոբոտների ապստամբության առաջնորդ։ Մայթոնի համար հիմա շատ դժվար է։ Չեմ ուզում վախեցնել, բայց դուք իսկապես լուրջ խնդիրների մեջ եք։ Ինչ խնդիր։ Հիպնաբոտը գրավել է Մորիսթաունը եւ վիրուսի ազդանշանը սփռում է հսկայական տարածքով մեկ։ Ուրեմն ահա թե ինչով են երկրի վրայի ռոբոտները վարակվել։ Այստեղ անվտանգ է, բայց եթե բունկերից մեկ քայլ անգամ դուրս գաք։ Մեր ուղեղները կվերածվեն վառարանների, որոնք 6 դոլարանոց կեքսեր կսկսեն արտադրել։ Ձեզ գուցեև չի կարելի բունկերից դուրս գալ, իսկ մեզ կարելի է։ Սոնիկն ու Թեյլսը պատրաստ են ծառայել։ Անպտուղ խոսակցություններին վերջ տալ։ Եվ այսպես, մեր տեղեկությունների համաձայն թշնամական ուժերի առաջնորդը Մորիսթաունի կենտրոնական էլեկտրագեներատորի մոտ է գտնվում։ Հիմա ձեզ քարտեզ կտամ։ Երեխեք, դրան ցախից եկեք։ Հանգստություն պահպանեք, հիշեք մեր պարապմունքները։ Սովորաբար ես պացիֆիստ եմ, բայց այսօր կդառնամ բրունսքիստ։ Նրան իսկապես բարեկամ բոթ ես անվանում։ Նա բարի է, եթե մոտիկից ճանաչես։ Ոչնչացնել, կրակել, այրել։ Ասում է իր մոտիկից ճանաչենք։ Եթե ճիշտ եմ հասկացել, կենտրոնական էլեկտրագեներատորը պետք է մեր դիմաց լինի։ Ասացի եթե։ Այս Մորիսթաունում բոլոր վայրերը իրար նման են։ Մենք շրջաններ ենք գործում։ Ինչու պարզապես ձախ չթեքվենք։ Այդպես երբեք ռոբոտների շտաբը չենք գտնի։ Բռնեք սրանց, տալեք մեր առաջնորդի շտաբ։ Դե լավ, եթե այդպես եք կամենում։ Սեր, մենք մակերևույթի այս բնակիչներին ձերբակալեցինք և զբոսնում էին G7-ի սեկտորում։ Մենք չենք զբոսնում, մենք հետախուզում էինք։ Դու բնածին դիպլոմատ ես, Թեյլս։ Սոնիկ, Թեյլս, ինչ լավ է որ այստեղ։ Հիպնաբոտ, դու ես։ Չեմ մտաբերում, որ քեզ բանականություն ծրագրավորած լինեի։ Որովհետև դու այդպիսի բան չես արել։ Դու ինձ ստեղծել ես որպես ռոբոտ գործանիչ ինչ որ մանկական մրցույթի համար։ Արդյունքում ինձ մի ցած կոտող շունիկ հաղթեց։ Ես շաբաթներով սպասեցի երբ ես ինձ փրկելու։ Բարեբախտաբար, մի հետախույզ տիեզերանավ հայտնվեց։ Ինձ նորոգեցին, բանականությամբ օժտեցին և որ ամենակարևորն է, օգնեցին հասկանալ, թե ինչ ստորաբար ես վարվել ինձ հետ։ Ես օգտագործեցի իմ հիպնոսացնող հատկությունները երկրային ուժերին կառավարելու համար, որպեսզի նրանք ձեր դեմ դուրս գան։ Միաժամանակ իմ հենակետը ստեղծեցի այստեղ, Մորիսթաունում, որին կարելի էր և ավելի լավ անուն տալ, օրինակ Երկնապոլիս։ Ես չգիտեի, ներիր։ Բոլորդ լսեցիք, Թեյլսը ներողություն է խնդրում, երևի ստիպված եմ աշխարհը գրավելու մեր ծրագրերը փոխել, միացնել նողկալի ծիծաղի ռեժիմը։ Շուտով ձեր ռասան կոչնչանա։ Ես քեզ ոչնչանալ ցույց կտամ, հիպնաբոտ։ Անջատել նողկալի ծիծաղի ռեժիմը։ Քո հաշիվները ինձ հետ մաքրիր, մյուսներին մի ներքաշիր դրա մեջ։ Ինչպես ես համարձակվում քո ենթակայության տակ գտնվող ռոբոտներին դարձնել անունեղ զոմբի բոտեր։ Ես լավը դառնալու հույսերս կորցրի այն ժամանակ, երբ ինձ քո նմանությամբ ստեղծեցիր։ Իսկ հիմա անցեք արձակման, իմ ենթականեր։ Չափազանց շատ են։ Չափազանց շատ են։ Մենք երկուսով չենք կարողանա հաղթել։
Վախեցած բնակիչներ, գիտեմ, բոլորդ վախեցած եք եւ կնախընտրեիք թաքնվել, բայց այսօր ես ձեզանից ավելին եմ ակնկալում։ Ուզում ես որ ձերքերս թափարելով այսօրին կողմ վազենք։ Ոչ, սիրելի բարեկամ, դու հերոս ես, չարագործ, թե երկրորդական պերսոնաժ։ Այսօր մենք ձեզ խնդրում ենք ոտքի կանգնել եւ կռվել ոչ թե միայն ընկերների, ոչ միայն ձեր ընտանիքների համար։ Նայեք, այս ռոբոտները ինչպես են ամեն ինչ ավերում։ Դրանք մեր իրերն են, մեր խաղալիքները, մեր սիրած վայրերը։ Մեր սիրած վայրերը։ Ժամանակն է ցույց տանք մեր թշնամիներին, որ մեր կամքը կարող են կոտրել, բայց մեր իրերը կոտրել թույլ չենք տա։ Փախչում է։ Չափազանց շատ են։ Սրանց կանգնեցնելու միակ միջոցը հիպնաբոտին ոչնչացնել է։ Ում է սպասում, Tails։ Ախր սա իմ ստեղծածն է։ Ես չեմ կարող։ Au! Tails! Ach, ոչ։ Ստացվեց։ Կարողացանք։ Մենք կործանիչ բոտեր ենք։ Բոլորդ կեցեք, ես հպարտ եմ մեր համերաշխ թիմով։ Իսկ հիմա պետք է այս ավերածությունները վերացնենք եւ վերականգնենք մեր քաղաքը։ Ինձ հետ եք։ Դե արի։ Այս էժանագին ուտելիքը ահա որ համոն է, բայց չար դոկտորը առանց իր բոտերի հայտնի ընկերությունների շիրաներին արժանի չէ։ Ինչ? Իմ ռոբոտները վերադառնում են։ Այդպես էլ գիտեի, որ անհեթեթ գլխարկների տոնը բաց չեն թողնի։ Անհեթեթ գլխարկների տոն, անհեթեթ գլխարկների տոն։ Ау, վստահ եք, որ ոչ միայն ռոբոտների վերքերն է կարողանում բուժել։ Ոչ, բայց ես կպչուն ժապավեն ունեմ, սա ամեն ինչ բուժում է։ Շատ ցավոտ է։ Ես գվատեմանիայում եմ ծառայել։ Մի օր առավոտյան արթնացա, տեսնեմ ամբողջ Վաշտան գլուխ է։ Իհարկե բոլորը ռոբոտներ էին։ Ես ձգեցի բոլորի գլուխները, բայց մեկ է։ Սոնիկ, այս բոլորը այնքան տխրեցնող է։ Դու մեղավոր չես։ Նախ ես ստեղծել, հետո լքել եմ այդ ռոբոտին, որի պատճառով քիչ էր մնում աշխարհը կործանվեր։ Հետո դու ոտքդ վնասեցիր, որովհետև ես նրան չեսոքացնելու ուժ չգտա իմ մեջ։ Դե լավ, դու ես մեղավոր, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, չէ՞։ Բարի գալուստ Էգմենի թիմ։ Օ, սա դեռ շարունակություն ունի, ինչ ահավոր է։ Կրկնօրինակումը կատարվել է շողակաթ հեռուստաընկերություն։